Բարի երեկո, օրլրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Սանկտ Պետերբուրգում կայացավ Սարգսյան-Պուտիև-Ալիև եռակողմ հանդիպումը, Արցախում կարևորում են փաստը։ Կողմերը համատեղ հայտարարությամբ հերթական անգամ ստանձնեցին խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն։ Դրական է այն, որ ռեժիմը խաղաղ բանակցությունների դա երեք կողմերի համար ընդունելի տարբերակ է եղել։ Ապրիլյան պատերազմը փշրել է վստահության գավաթը, քաղաքական գործընթացը հասարակ մարդկանց պատկերացումներով։ Ինչ պիտի անել հիմա։ Հարցին մարտակերտցիները պատասխան ունեն։ Ինչ անել, որ հեկտարից 50 ցենտներ բերք ստանալ, խորհուրդներ մասնագետներից, հորդոր պատասխանատուներից։ Բուժաշխատողներն այսօր նշում են մասնագիտական տոնը, օրը հանրապետական բժշկական կենտրոնում կատարածը գնահատելու եւ անելիքները հստակեցնելու առիթ էր։ Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացավ Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, ըստ էության սա Վիեննայի մայիսի 16-ին կայացած հանդիպման շարունակությունն էր։ Համենայն դեպս հանդիպումների առթիվ հրապարակում առկա տեղեկատվությունը, քննարկված հարցերի կազմը եւ հնչած հայտարարությունները դա են հուշում։ Երեկ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում քննարկումների մի ողջ շարք կայացավ, որոնց ամբողջությունն էլ ըստ էության կազմում են Պետերբուրգյան հանդիպումը։ Նախ Ռուսաստանի նախագահի հետ առանձին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն են հանդիպել, ապա եռակողմ հանդիպումն է կայացել։ Ռուսական կողմի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների մի շարք կայացել էր ոչ հեռու անցյալում։ Պետերբուրգյան հանդիպումը սակայն այդ շարքից չէր եւ ավելի շատ Վիեննայում առանձնացված թեմաների շուրջ եւ դրանց տրամաբանությամբ են քննարկումները ծավալվել։ Եռակողմ հանդիպման արարողակարգային մասում Սարգսյանն ու Ալիևը չխոսեցին, խոսողը հյուրընկալողն էր Ռուսաստանի նախագահը։ Փակ հանդիպումից հետո էլ տարածվեց երեք նախագահների համատեղ հայտարարությունը, որը շատ թե քիչ լույս է սփռում քննարկումների տրամաբանության վրա։ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ամենից առաջ փաստն է կարևորում, որ կողմերը համատեղ հայտարարությամբ հերթական անգամ ստանձնեցին խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն։ Դրական է այն, որ ռեժիմը խաղաղ բանակցությունների դա երեք կողմերի համար ընդունելի տարբերակ է եղել։ Մայիսի 16-ին Վիեննայում ընդգծվել էր նաև միջադեպերի վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ակնկալվում էր, որ Պետերբուրգում այդ թեման կզարգացվի, բառացի դա չնշվեց։ Փոխարենը համատեղ հայտարարության մեջ նախագահները համաձայնեցին ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը։ Արզիկ Մխիթարյանը դա համարում է նույն թեմայի զարգացումը։ Ենթադրվում է, որ եթե մոնիտորինգի քանակությունը անձերի, սուբյեկտների մեծացվում է, հավանաբար այդ մոնիտորինգը պետք է կատարվի որոշակի տեխնիկական միջոցների օգնությամբ։ Դա ինքնին կարծես թե տրամաբանությունը հուշում է, որ քանի որ մինչ այդ բավականին շատ էր խոսում այն մասին, որ պետք է տեղադրվեն որոշակի տեխնիկական միջոցներ, կարծում եմ հավանաբար դրա վրա առանձին շեշտադրումներ չարվեցին, որովհետև դա ենթադրվում էր ենթատեքստում։ Համատեղ հայտարարության մեջ եւս մեկ անգամ ընդգծվեց, որ կարգավորման գործընթացը շարունակվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Միաժամանակ պայմանավորվել են նախագահների մակարդակով հանդիպումները շարունակելու մասին։ Նախագահների հանդիպումից հետո կողմերը առանձին Մինսկի խմբի համանախագահների հետ են հանդիպել։ Չեն ուշացել նաեւ կողմերի գնահատականները։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահների եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում դրական է գնահատում, չմոռանալով նշել, որ Բաքվի հետևողականության հարցում հիմնավոր մտավախություններ ունի։ Հանդիպումը ես կարող եմ ասեմ բավական օգտակար էր եւ այսպես որոշ զգուշությամբ կարող եմ ասել, որ նաև կառուցողական մթնոլորտում էր։ Գրեթե նույնպիսի գնահատական էլ Ադրբեջանի արտգործնախարարն է փոխանցել։ Այս ամենի մեջ պակասող օղակը Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը այն է համարում, որ բանակցություններին չի մասնակցում Ստեփանակերտը։ Ինչ էլ որ որոշվում է թե Վիեննայում, թե Մադրիդում, թե այսօր Սանկտ Պետերբուրգում, կապված է մեր երկրի հետ եւ այնինչ որ պետք է կիրառվի մեր երկրում եւ անպատճառ մեր երկրի կարծիքը անհրաժեշտություն է, որ պետք է հաշվի առնեն։ Արցախը պետք է իրոք վերադառնա բանակցային գործընթացի ձևաչափ եւ իր խոսքը ունեն այս հարցում։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման միշտ էլ իր հաստատուն տեղն ունի մեր առօրյայում, ապրիլից հետո դա ամենազգայունն է դարձել, որ ինչ-որ ձևով հարևանի հետ պետք է հաղորդակցվել, գիտակցում են բոլորը։
բայց եթե մինչև ապրիլ բարձր մակարդակով ու հասարակական որոշ հարթակներում շփումներն այդ հարաբերությունների կարգավորման հեռանկար էին ուրվագծում, ապա այժմ մարդիկ ավելի իրատեսական հարցեր են ուզում հասկանալ, ցավով խոստովանելով, որ ապրիլյան պատերազմը փշրել է վստահության գավաթը։ Բարդ քաղաքական ձևակերպումներից հեռու են ապրիլյան պատերազմի հարվածը զգացած մարտակերտցիները։ Գուրգեն Նալբանդյանը երկար տարիներ աշխատել է ադրբեջանցիների հետ։ Մինչև հիմա էլ չի հասկանում, թե ինչու Ադրբեջանը թշնամաբար ընդունեց Հայաստանի հետ միանալու արցախցիների ցանկությունն ու անկախության խնդիրը։ Պատերազմի եւ խաղաղության հարևանների հետ հետագա հարաբերությունների մակարդակի հարցը նրա կարծիքով քաղաքական գործիչների որոշելիքն է, բայց ապրիլյան իրադարձությունները զգոնության կոչ էին, որը չպետք է անտեսել։ Մենք արդեն մի անգամ խաբել ենք։ 21 թվականի խաբել ենք։ Ոչ թե հիմնական ժողովուրդն է խաբել, այլ վերադասն է խաբել, կամ խաբել են ավելի ճիշտ։ Լենինի գլխավորությամբ, Ստալինի ղեկավարությամբ այդ հողերի բաժանման Ղարաբաղի միացման խաբել են։ 64 թվականին էլի այդ շարժումը եղել է, որոշ մարդիկ դաժե դատապարտվել են կուսակցության կողմից։ Վալերի Մովսիսյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, վիրավորվել է նախորդ պատերազմի ժամանակ։ Ապրիլյան իրադարձություններից հետո հարևան պետության հետ հարաբերություններին չի հավատում։ Հավասարության նշան է դնում ցեղասպան Թուրքիայի եւ նորօրյա Ադրբեջանի միջև։ Մեր հետնորդներն էլ դժերտ համորանան այդքան։ Վստահել չի կարելի։ Վստահությունը նա հենց ամենասխալ քայլը կնի մեր։ Ապրիլն ու դրան հաջորդած ժամանակաշրջանը վստահության կորստի շրջան էին, եւ դա միայն հարևան պետության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին չի ասված։ Մարդիկ քննարկում են տեղեկատվական հոսքերից լսածը։ Եթե մեզ որպես երրորդ կողմ, որպես պետություն ճանաչեին ու ճանաչված լինեինք, որպեսզի Ադրբեջանը մեր նկատմամբ այդևի սադրանքները չի ենթարկի։ Մենք հայերս պետք է հույսը մեր վրա դնենք։ Օտար երկրի ոչ մի սահմանի նեյտրալ, այսպես ասած, գոտիում կանգնողը նրան մենք այդքան շատ երևի դժվար թե այդքան շատ հետաքրքրելիս լինենք։ Մերսիդա Քարդումյանը Մարտակերտի դպրոցներից մեկի տնօրենն է։ Ցավով է արձանագրում հակամարտության հարցով միջնորդ երկրների ոչ անաչառ վերաբերմունքը։ Եթե պետք է տեղադրվի ինչ-որ սարքավորումներ, որպեսզի կարողանան ապացուցեն, թե ով է առաջինը հարձակվել։ Կա այսօր արբանյակները գործում են եւ իրենք չգիտեին ապրիլի 2-ին ով էր առաջինը, բայց կոնկրետ քաղաքական որևէ մի նրանց գնահատական չտրվեց, անդադ ցանկանում են հավասարություն ընդունել երկու կողմի վրա, կարծես թե ստացվում են հենց, որ եթե ավելի լուրջ թվում է, թե մենք էլ ենք մեղավոր, որ նրանք մեր վրա հարձակվել էին։ Միջև վերջին իրադարձությունները խաղաղարար որոշ ծրագրերի է մասնակցել, հուսով, որ երկխոսություն պիտի ծավալվի։ Տնօրենն ասում է, որ զարմացած էր ադրբեջանական դպրոցներում հայատյացության սերմանումը հայտնաբերելով, ինչն էլ նրան հուշեց, որ հակամարտությունը դեռ երկար պիտի շարունակվի։ Կասկածները հաստատվեցին ապրիլի սկզբին։ Վագիֆ Միրզոյանի համար խնդիրը վաղուց է լուծված։ Երկու տղաները առաջնագծում են, ինքն ու կինը Մարտակերտում։ Բոլոր նրանք, ովքեր ինչ որ ձևով կփորձեն ոտնահարել Մարտակերտում ապրելու իրավունքը, իր թշնամին են։ Մենք դες գտնում որ հաշտու խաղա պիտի ապրենք։ Եթե իրենք ուզեն խախտեն, իրենք վնաս են անելու։ Մենք մեզ նպատակ չունենք ստեղա դուսկելի։ Մեր հողեն ջրում ենք ապրում, մեր հողեն էդիկ բայքարում։ Ուրիշ նպատակ չկա։ Մեր նպատակը նա է մեր հողումը մենք ապրենք։ Ինչ պիտի անել հիմա հարցին մարտակերտցիները պատասխան ունեն։ Պետք է զինվել ազնվությամբ, ապրիլյան պատերազմի վերհանած թերությունների մասին խոսելով, զինվել դրանք վերացնելու աշխատասիրությամբ եւ զինվել ընդհանրապես։ Թո իրենք իրաց բանակ բայ մեկ էլ մեր բանակը բայ, բայց գրվի համար մենք ձեռնապահեք միշտ։ Բայց փառք չեղնի, եթե գրվի արդեն մեկ էլ պիտի սկսենք։ Ինչ անի, պիտի գանք մեզ կտորեն մեզ։ Սրանից հետո մենք պետք է ստաֆենք եւ այդ ինձ թվում է թե եթե մեր պաշտպանությունը շատ ամուր եղավ, Մարտակերտից ոչ մեկը չի մտածել արդեն դուրս գալու մասին։ Իսկ նրանք էլ երբեք չեն կարող մտածել մեր վրա հարձակվելու մասին։ Լուսինա Ավանեսյան, Բենիկ Ղարախանյան, օր։ Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական մասնակցության 3 Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից ոչ ոք թռիչքային առաջընթաց չէր սպասում։ Սակայն այն Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար հանդիպում էր։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, եթե կողմերը ցանկանում են, որ լուրջ առաջընթաց ունենան հակամարտության կարգավորման հարցում, պետք է Ադրբեջանը կատարի 1994-95 թվականների զինադադարի պայմանագրի բոլոր կետերը։ ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումն այլ ընտրանք չունի։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս։ ԼՂ հասարակությունը պետք է օգտվի նույն այն իրավունքից, որից օգտվեց Շոտլանդիայի հասարակությունը։ Ինչու իրենք կարող են, բայց արցախցին ոչ, ասել է Էդուարդ Շարմազանովը։ Երևանում Պետերբուրգյան հանդիպումը դիտարկել են նաև քաղաքագետները, վերլուծելով անգամ նախագահական ժեստերն ու միմիկան։ Ալիևի դեմքի արտահայտությունը չվրիպեց հանրության ուշադրությունից, եթե ոմանք ուրախություն են տեսնում, Հրանտ Մելիք Շահնազարյանը նկատում է ոչ ադեկվատ միմիկա։ Փորձում էր ինքը իր դեմքին վստահ արտահայտություն տալ, սեփական հասարակությանը ցույց տալու համար, որ իր դիրքերը ուժեղ են, բայց այն ինչ որ կա բանակցային սեղանին եւ այն ինչ մասին հետո հայտարարություններ եղան, կարծում եմ ոչ ուրախանալու, ոչ տխրելու առիթներ ոչ մեկին չեն տալիս, ոչ հայկական կողմի, ոչ ադրբեջանական կողմի։ Չնայած ստատուս քվոյի անընդունելության մասին Ալիևի խոսքին երեք նախագահների համատեղ հայտարարությունից քաղաքագետը եզրակացնում է. հանդիպման տրամաբանությունը եղել է այն, ինչ Վենայում։ Հայկական կողմի նպատակներն ըստ նրա երկուսն են. առաջին ամեն ինչ անել, որ պատերազմ չվերսկսվի, երկրորդ Արցախը ներգրավել որպես բանակցային կողմ։ Ես իշխանությունների կողմից տարածքներ հանձնելու մտադրություններ չեմ տեսնում։ Եվ նաև երեք ես դա չտեսա, չզգացի ոչ բանակցային սեղանին, ոչ դրանից դուրս շփումներում, քննարկումների տրամաբանության մեջ։ Ադրբեջանը միանշանակ շանտաժ է անում, նկատում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, շանտաժարեց թե ապրիլյան պատերազմով, թե Նախիջևանում առանց հայտարարագրելու զորավարժություններ սկսելով։ Սողացող պատերազմը ակտիվ բռնկումային փուլերով քաղաքագետի համոզմամբ հայկական կողմի շահից չի բխում։ Հետևելով նախագահների խոսքին Հրանտ Մելիք Շահնազարյանը նկատել է Ռուսաստանի նախագահը զուսպ էր քաղաքական հայտարարություններում, թեև Սերգեյ Լավրովի խոսքում անդրադարձ եղավ անվտանգության խնդրին։ Նրա դիտարկմամբ Ռուսաստանը շահագրգիռ է լինելու, որ թույլ չտա պատերազմի վերսկսումը։ Նախիջևանում ադրբեջանական զորավարժությանը զուգահեռ Դաղստանում ռուսական զորավարժություն սկսելու զուգադիպությունը թե ոչ, քաղաքագետը նկատում է, Ադրբեջանին զուգահեռ ռուսական զորավարժություններ անելը օրինաչափություն է դառնում։ Սա նրա խոսքով պատերազմի վերսկսումը կանխելու նպատակ կարող է ունենալ։ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպման ընթացքում արվել է շատ փոքր քայլ, սակայն ճիշտ ուղղությամբ արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով այդ փոքր քայլը ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին հստակ պայմանավորվածությունն է։ Չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք Ադրբեջանի նման երկրի հետ, նրա նախագահի հետ, Ալիևի հետ, որ անկանխատեսելի են եւ նույնիսկ ես կասեի անկանխատեսելի այն առումով, որ ամեն կերպ աշխատում են խաղաղ գործընթացը վիժեցնել։ Կիրո Մանոյանի կարծիքով արդեն հակամարտության խաղակարգավորման ուղղված բանակցությունների վերսկսման դեպքում միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա ճնշումները կարող են ակտիվանալ։ Փաթեթային լուծումը կարող է փոխվել եւ դառնալ հանգրվանային լուծում, ինչը Հայաստանի շահերից չի բխում։ Մադրիդյան սկզբունքներ գոչված ինչ որ փոփոխություններով վերջը որ ներկայացվել է կողմերին հասկացում էր որպես փաթեթային լուծում, կարծես դա արդեն կարող է փոխվել եւ դառնալ ոչ թե փաթեթային լուծում, այլ հանգրվանային լուծում, ինչը մեր շահերից չի բխում։ Հայաստանի դիվանագիտության շրջանակների համար այսօր շատ կարևոր է զինադադարի վերահաստատումը, որից հետո արդեն պետք է շարունակել բանակցությունները համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Սամվել Բալայան, օր։ Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է։ Որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դիտարկումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկմանը կհետևեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային օգնականներ Իրջե Աբերելն եւ Պիտեր Սվետբերգը։ Ադրբեջանական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Սայմոն Թիլերը։ 2022 թվականի 11 դեկտեմբերի 11-ին 11 ժամին 30 միլիոն 700 000 դոլարի 1
24 տարի առաջ հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում զոհվեց ֆիզիկոս ռազմական գործիչ Արցախյան ազատամարտի նվիրալ հերոս մարտական խաչ առաջին աստիճանի իշխանաշնակիր Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը։ Բարձրակարգ գիտնական ու հայրենադվեր մտավորական Արցախյան շարժման տարիներին ազատատենչության բնատուր մղումով դարձել էր նաև ինքնուս ռազմական գործիչ։ Ղարաբաղյան շարժման առաջին օրից Ազգալդյանը մասնակցել է ազգային ազատագրական պայքարին։ Նա հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախյան ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշինի եւ Շահումյանի, այնուհետեւ Մարտակերտի շրջաններում։ Գոյամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է ազատագրական բանակ ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լեգենդար հերոսի կերպարը օրինակ է հայրենասիրության, հայրենի հողի համար անգամ կյանքը նվիրաբերելու պատրաստակամությամբ։ Նրա թևավոր դարձած «Սա Հայաստանն է եւ վերջ» արտահայտության մեջ ամփոփված է Լեոնիդի ողջ սերն ու նվիրվածությունը Արցախի հանդեպ։ Նրա յուրաքանչյուր միտք այսօր էլ արդիական է հնչում իր կիսատ թողածը շարունակողների, ասել է թե ապրողներից համար որպես սթափության կոչ։ Ժամանակին ճիշտ եւ պահանջվող ագրոտեխնիկական կանոնների պահպանման դեպքում հնարավոր է Արցախյան հողից ստանալ այն արդյունքները, որը կարդարացնի հողի մշակի սպասելիքները։ Ասվածի վկայությունը Ասկերանի շրջանի հացահատիկայինների ցանկատարածություններից ստացվող բերքատվության ցուցանիշներն են։ Հեկտարից 50 ցենտներ բերք ստանալն արդյունքն է հողի ճիշտ մշակման աշխատանքի։ Հատիկը հողին պահ տալուց մինչև հուն ցողագործից պահանջվում է ընդամենը հետևել մասնագետների խորհրդին։ Այս պահին գտնվում ենք Գարու դաշտում, որտեղ նաև կատարվել է փորձնական ագրոտեխնիկական որոշակի նաև աշխատանքներ։ Անցած տարվա ուրեմն բերքահավաքից հետո կատարվել էր ոռոգում, հենց անմիջապես բերքահավաքից հետո կատարվել էր ոռոգում եւ արդյունքները արդեն ակնհայտ են։ Մենք այստեղ ունենք մոտ 50 ցենտներ Գարու բերք, 1 հեկտարից միջին բերքատվությունը։ Հնձից հետո անմիջապես այստեղ սկսել են հողի մշակման աշխատանքները արդեն աշնանացանի համար, եւ դա ճիշտ մոտեցում է, նշում է Արցախի գյուղ ոլորտի պատասխանատուն։ Բերքահավաքից անմիջապես հետո կատարված երեսվարը հնարավորություն կտա պահպանել հողի մեջ եղած խոնավությունը, հնձից հետո խստորեն արգելվում է ծղոտի այրումը, փոխարենն առաջարկում են ոռոգել դաշտերը։ Մենք կարողանում ենք ճիշտ ռացիոնալ օգտագործել մեր եղած ջրային ռեսուրսները եւ հողի մեջ կուտակել մեծ քանակությամբ հաջորդ բերքին, հաջորդ բույսին անհրաժեշտ խոնավության պաշարը։ Քանի որ այս պահին մենք գետերում ունենք մեծ քանակությամբ ջրի պաշարներ, անմիջապես կատարվելու է նաեւ հետ բերքահավաքից հետո ուրեմն նաև ոռոգում։ Իհարկե, բերքահավաքից հետո հողի երեսվարի աշխատանքներով կամ ժամանակին կատարած ցանքսով միայն հնարավոր չէ բերքատվության բարձր ցուցանիշներ ակնկալել։ Հողի մշակի սպասելիքներն արդարանում են այն դեպքում, երբ իրականացվում է անհրաժեշտ ու պահանջող ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները։ Սկսած ժամանակին կատարվող ցանքից, այնուհետև պարտացման մոլախոտերի, վնասատուների դեմ պայքարի միջոցառումները ճիշտ ժամկետում կատարել, իսկ ազոտական պարարտանյութերով պարարտացնելու աշխատանքներով հնարավոր կլինի նաև հատիկի որակը բարձրացնել։ Այսօր խնդիրը որակյալ հատիկ ստանալն է, հատկապես ցորենի, ընդգծում է Արամ Մխոյանը։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ժամանակին կատարել ազոտական պարարտանյութով սնուցում կամ իրականացնել կարբամիտ պարարտանյութով տերևային սնուցում։ Այսօր հնարավորություն կա 1 հեկտարի վրա 20 կիլոգրամ կարբամիտ պարարտանյութով ուրեմն տերևային սնուցում կատարելու արդյունքով ուրեմն սոսնձանյութը, գլիկավինա կոչվող այդ նյութը բարձրացնել մինչև 30 եւ ավելի տոկոսով։ Այնպես որ այսօր մենք բոլոր հնարավորություններ ունենք բարձրակարգ ուրեմն պարենային հատիկ ստանալու։ Ընդամենը դրա համար աշխատանք է պետք եւ պետք է օգտվել այսօր եղած ուրեմն հնարավորություններից։ Հացահատիկայի մշակաբույսերով զբաղվող հողագործների մասնագետները խորհուրդ են տալիս նաև ուշադիր լինել սերմի ընտրության հարցում։ Ճիշտ ընտրված սերմացուն լավ բերքի գրավական է, անկախ բնության մատուցած քմահաճույքներից։ Այստեղ կոնկրետ ֆերմերի մոտ ճիշտ սերմի ընտրություն է կատարված, ինչպես տեսնում եք, նույնիսկ այս տարվա անձրևային հորդարատ անձրևների, նույնիսկ կարկուտի պայմաններում դաշտը չի ուրեմն վնասվել, կանգնած է եւ հունձի աշխատանքները կատարելու համար եւ նաեւ բերքի կորուստ չլինելու հանգամանք այստեղ ակնառու է։ Գենադի Երեմյան, Մերուժա Մարտիրոսյան, օր։
Պաշտոնական մեկ լուր, որ ստացել ենք քիչ առաջ, նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Գևորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք։ Հանդիպանը մասնակցում էին ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանն եւ անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Քոչարյանը։ Բուժ աշխատողներն այսօր նշում են իրենց մասնագիտական օրը։ Հանրապետական բժշկական կենտրոնում այն կատարած է գնահատելու եւ անելիքները հստակեցնելու առիթեր։ Առողջապահության նախարար Կարինե Աթայանը շնորհավորել է համակարգի բոլոր աշխատողներին, պարգևներ եւ մեդալներ հանձնել մի խումբ մասնագետների։ Մասնագիտական օրն էլ նրանք աշխատավայրում են կամ էլ շրջաններից ժամանել են մի քանի ժամ բացակայելու պայմանով ընդամենը։ Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ առաջին առողջապահության նախարարն է շնորհավորել։ Կարինե Աթայանն ասում է, ոլորտի զարգացման գործում անելիք ունի յուրաքանչյուրը։ Հենց այդ սկզբունքով էլ նախարարի շնորհակալագրերն առաջինը ստանում են վարորդները։ Ապրիլյան գործողությունների ժամանակ նրանք էին վիրավոր զինծառայողներին առաջնագծից արագ ու անվտանգ հասցնում հիվանդանոց։ Անելիքներ, բաց թողումներ իհարկե կար, բայց կար ժամանակում լրացվեց, հիմնականում մասնագետների պակասություն կար, բայց օգտվելով առիթից ես ուզում շնորհակալություն հայտնեմ Հանրապետական բժշկական կենտրոնի ամբողջ ազգակազմին, որովհետև մեր հետ էին բժիշկները, այն մասնագետները համալրվեց միանգամից, նույն օրը համալրվեց ու մասնագետներով ոչ մի խնդիր չկա, դեղորայքի պաշարները կար։ Պատվոգրեր եւ հուշամեդալներ Արցախի վարչապետի, մեդալներ Հայաստանի պաշտպանության նախարարի անունից։ Բանակի բուժծառայության պետը քաղաքացիական ու ռազմական բժիշկներին դժվարանում է տարանջատել։ Գնդապետ Եգորյանի խոսքով ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մշտապես պետք է պատրաստ լինել ամենաանսպասելի մարտահրավերներին անգամ։ Հիմնավորում է մեր հարևանն է այդպիսին։ Շնորհակալ է գործընկերներին, պատերազմական գործողությունների ընթացքում աշխատել են ուժերի գերլարումով։ Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ բժշկական համակարգի գործունեության գնահատականը տվել է դա հասարակությունը եւ դա բարձր գնահատական է եղել, որովհետեւ բուժծառայությունը կատարել է իր արժեվ դրված խնդիրները, իր արկա ուժերով եւ միջոցներով եւ այդ իրավիճակից դուրս է եկել պատվով, որի շնորհիվ բազմաթիվ վիրավորների կյանքերը փրկվել եւ զգալի զինծառայողներ նույնիսկ կարճ ժամկետում վերադարձել են շարք։ Վարորդ, սանիտար, բուժակ, բուժքույր եւ բժիշկներ։ Առողջապահության նախարարը բոլորին շնորհավորում է մեկ բառով շնորհակալություն բարեխիղճ ծառայության համար է։ Հադրութի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրենը նկատում է, ապրիլին գործել են ինչպես որ հարկն է։ Բժիշկն Արցախյան պատերազմում հաղթել է պատվով, այսօր էլ հավատարիմ է իր առաքելությանը։ Հիմնականում մեր բժիշկները առաջի Արցախյան պատերազմի 90-ական թվերի պատերազմով անցած բժիշկներն են եւ բուժքույրներն են եւ կարելի ասել իրենց համար բոլորն էլ պատրաստ էին եւ կարող եմ գնահատել մի բառով, որ աշխատանքը կատարվեց բավարար ձևով։ Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ գործընկերներին շնորհավորել է խորհրդարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Արամ Գրիգորյանի համոզմամբ զգալի ներդրումների արդյունքում Արցախի առողջապահության ոլորտը կայացել է։ Բժիշկ պատգամավորը նաեւ անելիքների մասին է խոսել։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։ Այսքանը դուք դիտում եք Հորցելագրի հիմնական թողարկումը։ Բարի գիշեր։ SBS կենցաղային քիմիայի եւ պարֆումերիայի մեծածախ առևտրի խոշոր կենտրոն նախկին RTS-ի տարածքում հանրահայտ ապրանքանիշերով հարստացված տեսականի մեծածախ վաճառք հայաստանյան ներկայացուցիչների գներով անվճար առաքում ԼՂՀ տարածքում աննախադեպ առաջարկ խանութներին եւ առևտրի կետերին ուշադրություն տեղում ապրանքների ընտրության եւ գործարքի ձևակերպման դեպքում պատվիրատուին սպասում է հաճելի անակնկալ SBS ձեր օջախի լավագույն ընկեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Վարկյանում 2-ից 7 հնարավոր է 20-ից 25 մետր ուժգնությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 17-ից 21, ցերեկը 28-ից 32 աստիճան տաքություն։